Բարի առավոտ, սիրելի հայրենակիցներ, իմ հարգելի հետևորդներ, այսօր մի քանի կարևոր քաղաքական ուղերձ եմ անելու, մասնավորապես անդրադառնալու եմ 3 կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակված Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին։ Ինչի մասին էր այդ հարցազրույցը, ինչ ծրագիր էր առաջարկում պարոն Ծառուկյանը, որը կարող է քաղաքական եւ հանրային լայն կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ։ Միանգամից ասեմ, որ Ծառուկյանի հարցազրույցը նոր խաղի կանոններ հաստատելու շատպես պոտենցիալ ունի։ Գաղտնիք չի եւ ես այդ մասին բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ամեն ինչ պետք է անել 2021 թվականի արատավոր մոդելից հրաժարվելու համար, երբ անտագոնիստական միջավայրում ձևավորվեց մի խորհրդարան, որի պտուղները մենք քաղում ենք այսօր։ Մի խորհրդարան, որտեղ մի կողմում անսկզբունք, անհայրենիք, անգաղափար լուսապարկերն են, մյուս կողմում ամուլ, քաղաքականապես անընդունակ դիմությունը։ Ամեն ինչ պետք է անել 3 խմբակցությունների լաբիրինթից փակուղից դուրս գալու համար եւ հենց այդ մասին էր Ծառուկյանի երեկվա ելույթը։ Եվ հույս կա, որ այդ ելույթը, այդ ծրագիրը խթան կհանդիսանա, կրկնում եմ, որակապես նոր խաղի կանոնների հաստատման համար, իսկ եթե չլինեն այդ խաղի կանոնները, ոչ մի զարգացում Հայաստանում չի լինում։ Իշտ էր Ծառուկյանի ուղերձում ուշագրավը։ Նա շեշտը չէր դնում իր անձի վրա, չէր ասում ես կձևավորեմ դաշինք։ Նա չէր ասում ես միակն եմ եւ ունեմ անփոխարինելի ռեցեպտներ։ Նա չէր ասում, որ եկեք համախմբվեք իմ շուրջ։ Նա առաջարկում էր սկզբունքներ, որոնք կարող են կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ։ Նա շեշտը դնում էր ծրագրերի վրա, ծրագրային մոտեցումների վրա։ Եվ սա ճիշտ է, քանի որ եթե Հայաստանում չկա մի այնպիսի իրավիճակ, մի այնպիսի լիդեր, որը կարող է կտրված լինելով մյուսներից իր շուրջ մեծ համախմբում կայացնել, շեշտը պետք է դրվի հենց ծրագրի վրա, ծրագիրը, արդյունավետ հարթակը կարող են կոնսոլիդացնել մեր հասարակությանը քաղաքական ուժերին։ Ծառուկյանը շեշտը դնում էր մերիտոկրատիայի վրա։ Մերիտոկրատիան դա արժանիների իշխանությունն է, այսինքն շեշտը պետք է դրվի այնպիսի հարթակի, այնպիսի մասնագիտական խմբերի, այնպիսի նախընտրական ցուցակի ձևավորման վրա, որտեղ տեղ գտնեն իսկապես արժանավորները մերիտոկրատիկ սկզբունքով։ Եվ վերջապես Գագիկ Ծառուկյանը խոսում էր հետպատերազմյան Հայաստանի վերականգնման ծրագրի մասին։ Դա շատ կարևոր է, որովհետև ընդհանրապես պարտություններում պարտված հասարակությունները զարգացման կարիք ունեն, պետք է հաղթահարել պարտվածի բարդույթը, պետք է շեշտը դնել զարգացման ծրագրերի վրա, որպեսզի կարողանա Հայաստանը որպես պետություն, ազգային պետական նոր նախագծով գտնել իր տեղը։ Ծառուկյանը իհարկե ոչ մի հստակ բան չասեց, արդյոք վստահաբար մասնակցելու է ընտրություններին, թե ոչ, ինչ ձևաչափով է մասնակցելու այդ ընտրություններին, բայց շատ կարևոր ծրագրային դրույթ նա առաջ քաշեց։ Նա ասեց, որ մասնակցելու դեպքում մասնակցելու է առաջարկ Հայաստան ծրագրով։ Սա դարձյալ որակապես քաղաքական նոր հարաբերություններ արմատավորելու փորձ է, ինչը առաջարկ Հայաստանին ծրագիր է ենթադրում։ Սա ոչ թե կուլիսային քաղաքական պայմանավորվածություններ են, ոչ թե գրասենյակներում ձևավորված դաշինքներ են, ոչ թե քաղաքական գործիչների միջև ձևավորված միություն է։ Այս ամեն ինչին ժողովուրդը շատ հաճախ անհաղորդ է, այլ սա առաջին հերթին հասարակության առաջարկվող դաշինք է։ Հայաստանի սովորական մարդուն, քաղաքացուն առաջարկվող դաշինք է։ Սա հասարակական համերաշխություն, հասարակական կոնսոլիդացիա առաջացնելու բանաձև է։ Միշտ քաղաքական ուժերը շեշտը դրել են
քաղաքական պայմանավորվածությունների վրա, եւ դա եղել է մեր քաղաքական համակարգի ամենախոցելի կողմերից մեկը, որտեղ այդ քաղաքական պայմանավորվածությունները շատ հաճախ շրջանցել են հասարակությանը հանրային կարծիքը։ Եվ Ծառուկյանը առաջարկում է շեշտը դնել հասարակության հետ դիալոգի, հասարակական տրամադրությունների տրանսլյատոր դառնալու հանգամանքի վրա, ինչը խիստ էական եւ կարեւոր է։ Այսինքն առանց հանրային համերաշխության չի կարող կենսունակ լինել որևէ քաղաքական դաշինք։ Ծառուկյանի ծրագիրը քաղաքական ներառականություն ապահովող ծրագիր է, սա կոչ է բոլորին կոնսոլիդացվել, համախմբվել կազմակերպչական, քաղաքական, արժեքային ռեսուրսներով։ Ես այս ծրագրի մասին խոսում եմ, որովհետև այս ծրագրի մասնակիցն եմ ուղղակի եւ անուղղակի իմ քաղաքական թիմով, եւ եթե այս ծրագիրը մեզ հաջողվի կյանքի կոչել, 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք կհայտնենք միանգամայն այլ Հայաստանում, որը կարողանա հաղթահարել հետպատերազմյան շոկը եւ կանգնել զարգացման ճանապարհի վրա։ Այսօր այսքանը, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ինչպես նաեւ հետևեք ինձ սոցիալական բոլոր հարթակներում, Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում, X-Blog-ում։